Նախ բարով եք եկել, պատրաստ եմ սիրով ընդառաջել գիտելիքները ընդլայնելու, պատկերացումները ավելի ամբողջական դարձնելու հարցում։ Շատ ուրախ եմ, որ այդ հարցերով հետաքրքրված եք։ Այսօր մենք տեսնում ենք, որ ոնց որ սահմանադրությունը ու անկախությունը վտանգված է ու մեր ժողովրդի կյանքում հաճախ դա այդքան էլ մեծ դեր չի խաղում, այսինքն ոնց որ շատ չեն կարևորում։ Ձեր կարծիքով ինչ նշանակություն ունի այսօր անկախությունը ու սահմանադրությունը հենց մեր ժողովրդի կյանքում ու ինչ կարող ենք անել, որ սահմանադրությունը դառնա մարդկանց կյանքի մի մասը։ Իսկապես անկախության վերաբերյալ խոսակցությունները վերջին շրջանում շատացել են, իբր դրան վտանգ է սպառնում եւ իբր ինչ որ մարդիկ այնպես են անում, որ Հայաստանը իսկապես անկախ լինի, նույնիսկ արտահայտություններ եղան, որ Հայաստանը երբեք այսքան անկախ չի եղել, մենք անկախության մակարդակը բարձրացրել ենք։ Ի պատասխան դրա ես ասացի, երբ որևէ բանի մասին խոսում ես, պիտի համեմատես։ Օրինակ, եթե ասում ես, ինչ վազորդը 15 վայրկյանում 100 մետր վազեց, մյուսը 10 վայրկյանում, դու համեմատում ես 10 վայրկյան, 15 վայրկյան, իսկ անկախության մասին հենց այնպես խոսելը որոշ դեպքերում նաև գրագետ չէ։ Ասեմ ինչու, անկախություն ունի 3 բաղադրիչ՝ իրավական կողմը եւ փաստացի կողմը։ Շատ կարևոր է իրավական կողմը, որովհետեւ իրավական կողմում դու հաջողության հասնելու դեպքում դառնում ես միջազգային իրավունքի ենթակա։ Եթե դու միջազգային իրավունքի ենթակա չես, ուրեմն դու անկախ չես։ Իսկ եթե դառնում ես միջազգային իրավունքի ենթակա, նշանակում է քո ժողովրդի հավաքական մակարդակը մեկ աստիճանով բարձրացավ, այսինքն երկու հիմնական աստիճան կա։ Մի դեպքում համայնք ես, մյուս դեպքում պետություն։ Անկախություն նշանակում է նախ եւ առաջ պետություն։ Ու անկախության եւ սահմանադրության հետ զուգահեռ այդ հարցեր տալը հետաքրքրական է ինձ համար ու հաճելի, որովհետեւ երիտասարդը, որ պատկերացնում է, որ սահմանադրությունը եւ ազգային որևէ բարձր նպատակ իրար հետ կապված են, հասկանում է սահմանադրության դերը։ Սահմանադրությունը կոչվում է հիմնական օրենք եւ սահմանադրությունը պետության հիմնական փաստաթուղթն է, իրավական փաստաթուղթը։ Կարելի ասել անձնագիրը նաեւ պետության։ Այո, վտանգ սպառնում է, որովհետև հանկարծ մենք տեսնում ենք, որ Հայաստանի սահմանադրության մասին խոսակցություններին մասնակցում են Հայաստանի ակնհայտ թշնամիները։ Իսկ ինչով ես դու որոշում թշնամի է, թե ոչ որևէ պետություն, տվյալ դեպքում կարելի ասել պետության ղեկավար, որովհետև ազգերը ընդհանուր առմամբ, եթե հատուկ խառնակիչների կամքի խաղալիքը չեն դարձել, նրանք ձգտում են բարիդրացիական հարաբերությունների, մանավանդ որ հասկանում են, որ ի վերջո ծագումը նույն տեղից է։ Գրեթե շատ հաճախ այնպես է պատահում, օրինակ մանավանդ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հակամարտության պայմաններում գենետիկան վերջին տասնամյակներում այնպիսի բաներ հայտնագործություններ արեց, որ թշնամի համարելը հավասարազոր է, որ որևէ մարդ իր կորած եղբորը գտնի, բայց նրան թշնամի համարի։ Այսինքն գիտակցության մթագնման հետ գործ ունենք։ Երբ քո ազգային սահմանադրության վերաբերյալ կարծիք է հայտնում թշնամին, այսինքն հայ մարդկանց իրենց հայ լինելու համար գերի պահող պետական գործիչը, բռնակալը, եւ դու դրան չես հակադարձում ամենայն վճռականությամբ, նշանակում է նրանք թշնամի են եւ դու էլ թշնամու կամակատար։ Այդ դեպքում շատ ճիշտ էր ձեր հարցադրումը, որ իսկապես մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը, հայերենում ավելի ճիշտ է անկախության իմաստով օգտագործել ինքնիշխանություն բառը, որովհետև անկախությունը արհեստական բառ է, ծագել է կախվածի հակառակը։ Այսինքն կախված է պետությունը, ես չեմ ուզում որ կախված լինի անկախ։ Իսկ ինքնիշխանությունը, ինչպես ինքնորոշումը, դրանք ազատության համարժեք հասկացություններ են։ Ուրեմն այդ վտանգների առջև ճիշտ կեցվածք ընդունելու համար շատ կարևոր է, որ մենք հավատարիմ լինենք ճշմարտությանը եւ ինչպես անել, որ սահմանադրությունը դառնա մեր ժողովրդի առօրեական խնդիրը։ Այստեղ պիտի սահմանադրությունը ի սկզբանից այնպես կառուցված լինի, որ քաղաքացին սահմանադրությունը կարդալիս տեսնի իրեն։ Իսկ ոչ միայն մեր, այլ աշխարհի շատ սահմանադրություններ այնպես են գրված, որտեղ երևում է իշխանություն, կարող են երևալ նաև կուսակցություններ, բայց
քաղաքացին չի երևում, մարդը չի երևում։ Այսինքն ինչ որտեղ շոշափվում է մարդու իրավունքներ, օրենքի առաջ մարդիկ հավասար պիտի լինեն, բայց օրինակ պետության կառավարման հարցում մարդու դերակատարությունը չի ընդգծվում, այդ ուղղությամբ ես իմ աշխատանքները շարունակում եմ։ Երևի գիտեք, որ հիմա սահմանադրական քննարկումների ընթացքում է իմ ներկայացրած նախագիծը, որը կոչվում է բացարձակ ժողովրդավարության սահմանադրություն, դրա հիմքում ընկած է մարդը եւ այս սահմանադրության կյանքի կոչելուց հետո մարդիկ կզգան, որ սահմանադրությունը իրենց հիմնական պաշտպանն է, իրենց իրավունքների հիմնական հովանավորը, աջակիցը։ Իսկ անկախությունը ինչպիսի ազդեցություն է ունեցել մշակույթի, կրթության, գիտության զարգացման վրա կամ արդյոք ունեցել է։ Այսպես սկսենք նրանից, որ անկախ պետություն ունենալու գաղափարը, ծրագիրը դա մշակութային նոր որակ է։ Կա նաև քաղաքական մշակույթ։ Քաղաքական բառը ճիշտ հասկանալու համար պետք է միշտ գիտակցել, որ քաղաքական նշանակում է պետութենական։ Այսինքն քաղաք բառը մեր առօրեական քաղաքի իմաստով է նաև օգտագործվում, բայց դա նախ եւ առաջ նշանակել է ինքնակառավարման իրավունք ունեցող քաղաք։ Այսինքն այդպես է ցակել պետական պատկերացումներին համապատասխանող։ Ուրեմն մենք պիտի քաղաքական հարցերի մասին խոսելիս նկատի ունենալով, որ պետութենականի մասին է խոսքը, հասկանանք, որ եթե դու չունես պետություն, բայց կաս որպես ազգ, մշակույթ, լեզու եւ այլն, քո մշակութային, գիտական, պետութենական մակարդակը բավարար չէ։ Այսինքն դու նախ եւ առաջ կարիք ես զգում մշակութային նոր ոլորտի բացահայտման, որովհետեւ քաղաքականությունը դա պետության կառավարման գիտություն է եւ արվեստ։ Անկախ Հայաստանը հնարավորություն տվեց, օրինակ, արգելված գրողներին Լևոն Շանթ, Ավետիս Սահարոնյան, բազմաթիվ արգելված գրողներ կան, որ չի թույլատրվել, Հակոբ Կարապենց Սփյուռքից, հետո նաև Պարույր Սևակի անհայտ գործեր, Չարենցյանի չտպագրված գործեր, մշակույթի իմաստով դա ազդեց, այսինքն մտավորականները ազատություն ստացան։ Շատ կարևոր է մեր, ուզում եմ, օրինակ, Վանի պատմության մասին ընդհանրապես Գուրգեն Մահարու Այրվող այգեստաններ գիրքը սովետի կոմունիստական իշխանության տարիներին նա խեղաթյուրված էր, վերահրատարակվեց, այնպես որ անկախությունը դա նշանակում է կյանքի բոլոր ոլորտներում ազգային արժեքների նկատմամբ խտրական վերաբերմունքի մերժում, եթե իսկապես անկախ պետություն ես, այնպես որ անկախությունը իհարկե նպաստեց, որ մարդիկ նաև որտեղ հարցը միայն անկախության մասին չի, մենք ոչ միայն անկախացանք, այլ նաև ժողովրդավարական արժեքները համարեցինք, մեզ համարեցինք դրանց արժանի։ Իսկ ժողովրդավարության պայմաններում դու արդեն ազատ ես։ Մշակույթ առանց ազատության թերի մշակույթ է։ Ամենայն հավանականությամբ մեզ սպասվում է սահմանադրական փոփոխություններ, ինչպես են տեղի ունենում սահմանադրական փոփոխությունները եւ եթե օրինակ լինում է փաթեթային փոփոխություն, այդ դեպքում ինչպես անել, որ կետի հետ օրինակ համաձայն չեն, այդ կետերը չընդունվեն ու այսօր էլ տեսնում ենք, որ ուզում են սահմանադրությունը փոխեն, այդ դեպքում որ կետերից պետքա բխի, որ անկախ սահմանադրության դրական կողմերից մեկը դեմ քվեարկի ժողովուրդը այդ սահմանադրությանը։ Արտադիր չի, որ ժողովուրդը դեմ քվեարկի որևէ նախագծի, պետք է նախ արմատական սկզբունքային մոտեցում լինի, կարող է նաև կողմ քվեարկեն, եթե ճիշտ բաներ կան։ Ընդհանրապես, եթե պետությունը ունի սահմանադրություն, նշանակում է ինքը ժամանակին կատարել է կամ փորձել է կատարել ամենակարևոր քայլը։ Բայց սահմանադրական փոփոխությունների դեպքում խնդիրը հիմնականում վերաբերում է քաղաքացիների իրավունքների ընդլայնման։ Անկամ երբ խոսում են պետական համակարգի մասին, դա միայն պետական համակարգին չի վերաբերում։ Դա վերաբերում է ինչպիսի պետական համակարգ ունենաս,
որ քաղաքացու իրավունքները ավելի պաշտպանված լինեն։ Օրինակ, երբ խոսում են իշխանությունների տարանջատման, իշխանության ճյուղերի տարանջատման մասին, դա նրա համար է, որ եթե գործադիր իշխանությունը օրինակ ինչ որ սխալներ է թույլ տալիս, դու հնարավորություն ունենաս օրենսդիր վերահսկող իշխանությամբ ներկայացուցչական մարմնով կանխել դա։ Դատարանը առանձին է, իսկ խորհրդարանական համակարգի պայմաններում մենք իշխանության տարանջատման հետ գրեթե ոչ մի կապ չունենք եւ այս պայմաններում երբ Հայաստանում խոսվում է ոչ թե փոփոխությունների մասին, այլ նոր սահմանադրության ընդունման մասին, շատ հանգիստ հասկանում ես, որ գիտելիքների մեծ պակաս ունեն իշխանությունները, երբ նրանք խոսում են նոր սահմանադրություն ընդունելու մասին եւ զուգահեռաբար ասում են, որ այն պետական համակարգը, որ ունեցել ենք, պիտի պահպանվի։ Եթե պետական համակարգը փոխվում է, դեպքում է պետք նոր սահմանադրություն։ Մյուս դեպքերում պետք է սահմանադրական բարեփոխում, որտեղ դու հատվածաբար նշում ես թե ինչ։ Բայց մի կարևոր բան կա, մենք որպես քրիստոնյա ժողովուրդ եւ գիտականորեն է դա ապացուցված, նա է հաջողության հասնում, ով որ անցյալի փորձառությունը հաշվի առնում եւ դրա վրա շարունակում է։ Իսկ նա որ ուզում է 0-ից սկսել ամեն անգամ, դա նշանակում է ինքը չի պատվում ծնողներին եւ ընկնում է աստվածաշնչյան այն հասկացության պատժի տակ, որում ասված է պատվիր մեծերիդ, որ օրերդ երկար լինեն։ Իսկ երբ դու մեծերիդ չես պատվում, անցյալի կատարած աշխատանքը չես գնահատում, դու ուրեմն քո օրերը պիտի կարճ լինեն։ Ես իմ օրինակով ասեմ, որ երբ ես 98 թվականին ձեռնամուխ եղա Հայաստանի Սահմանադրության բարեփոխմանը, ժողովրդից ստացած ձայների շնորհիվ, այդ ժամանակ ես խոսեցի Սահմանադրության մեջ բարեփոխումներ կատարելու մասին, չխոսեցի նոր Սահմանադրության մասին։ Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունած Սահմանադրությանը ես դեմ էի իր սխալների պատճառով։ Այդ սխալները կարողացա մասամբ ուղղել։ Ինչ վերաբերում է թե այս կամ այն դրույթի վերաբերյալ ինչպես տեսակետ ու կեցվածք, տեսակետ արտահայտելու կեցվածք ընդունել, երբ ամբողջական փաթեթը դրվում է հանրաքվեի, դա դրվում է նրա համար, որ ժողովուրդը հավաքականության մեջ այո կամ ոչ ասի։ Բայց մինչ այդ փուլին հասնելը քննարկումներ պիտի լինեն, այդ քննարկումների ընթացքում պիտի կողմերը փորձեն համոզել դիմացիներին, որ այս դրույթը ավելի լավ կլինի, քան մյուսը։ Օրինակ, Պարլամենտը համարվում է ներկայացուցչական մարմին, ես ունեմ նախագիծ, որ այդ ներկայացուցչական մարմինը կարող է մի 5 անգամ ավելի ներկայացուցչական դառնալ։ Եվ բնական հարց է ծագում։ Եթե դու ստեղծում ես ներկայացուցչական կառույց, անունը դնում ես ներկայացուցչական, պիտի ձգտես, որ ներկայացուցչականությունը հնարավոր ամենաբարձր մակարդակին հասնի։ Թե հենց այնպես, կամ էլ պիտի ասես թող ցածր լինի։ Երբ անունը ներկայացուցչական է, դու պիտի հասկանաս, որ ամենաբարձրին ես ձգտում։ Բայց իրենք ընդդիմանում են իմ բացարձակ ժողովրդավարության բանաձևով այսօր Հայաստանում ընտրությունները պետք է լինեն, որպեսզի դառնա 100%-անոց ներկայացուցչական։ Ազգային ժողովը պիտի ընտրվի 2 տարով, ազգային ժողովի ընտրություններում պատգամավոր ընտրվելու են, եթե 81 հոգի է, այդ 81 ձայների 81-ի ընտրվելու համար բավարար ձայներով անցած պատգամավորներ, տեխնացուները կամ կուսակցությունները, իսկ նրանք ովքեր որ չեն անցել, նրանք չպետք է խաղից դուրս մնան։ Այդ ձայները ստացած տեխնացուները իրավունք պիտի ունենան իրենց ձայները փոխանցել պարլամենտ անցածներին, ով որ իրենց գաղափարական հայացքներին մոտ կլինի։ Եվ որպեսզի դա իմաստ ունենա, հետո պարլամենտում պատգամավորները քվեարկելու են ամեն մեկը կամ ամեն կուսակցական թիմ, խմբակցություն քվեարկելու է իր ստացած քաղաքացիների ձայների թվով։ Այսինքն այդ դեպքում պարլամենտական որոշումների ընդունումը դառնում է միջնորդավորված հանրաքվե։ Այդ խոսքը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ուզեցել են մասնակցել։ Իսկ այդ խոսեցինք սահմանադրություն, նոր սահմանադրություն են առաջարկում, ինչքանով ոնց որ արդյոք կանտարվի, ոնց որ կընդունվի այդ սահմանադրությունը հանրաքվեի։ Ես այսօր իմ ելույթում ասել եմ, որ եթե պարլամենտի ձևավորման համար կա կայուն մեծամասնության սկզբունք, արհեստական մի բան է, որտեղ դու կարող ես 20% ունենալով դառնալ պարլամենտի 60%-ի տերը, որովհետև կա շեմ եւ այլ, խայտարակություն է դա իհարկե։ Ապա սահմանադրության դեպքում դա հնարավոր չէ, սահմանադրության դեպքում
Սահմանադրությունը անցնել է 51 պլյուս ձայնով, 50 պլյուս 1 ձայնով։ Ուրեմն այստեղ բացառվում է, որ որևէ քաղաքական ուժ, եթե նախնական համաձայնության չի եկել համոզելու ճանապարհով, որ ես լավագույն բանն եմ անում, ինքը չի կարող այդքան ձայն ապահովել որևէ առանձին քաղաքական ուժ կամ նույնիսկ դաշինք։ Ուրեմն պետք է նախ ուշադրություն դարձնել բանի վրա։ Այս փոփոխությունները արդյոք կատարվում են նրա համար, որ Հայաստանի քաղաքացու դերակատարությունը ավելանա, ժողովրդավարությունը ավելանա, թե կատարվում է այլ նպատակով։ Այլ նպատակի մեջ ամբողջ հանրությունը այսօր խոսում է սեփական ժողովրդի եւ հայ ժողովրդի ու մարդկության թշնամի Ալիևը։ Որտեղ եթե դու բռնապետ ես, ուրեմն դու քո ժողովրդի թշնամին ես։ Նա է խոսում մեր սահմանադրության այս կամ այն դրույթի մասին։ Նրա կամակատար լինելը արդեն ցույց է տալիս, որ Ալիևի կամքով գրված սահմանադրությունը պետք է մերժվի։ Եթե Ալիևի կամքով չի, պետք է Ալիևի անունը չտրվեր, պետք է չխոսվեր։ Օրինակ մեր սահմանադրական դատարանը ասել է, որ մեր այսօր գործող սահմանադրության մեջ նրա առաջաբանում թշնամանք առաջացնող դրույթ չկա, բայց Ալիևն ասում է, որ թշնամանք առաջացնող։ Դու հիմա պետք է սահմանադրական դատարան լսես հայկական, թե լսես թշնամի Ալիևին։ Այսպիսի պահեր կան։ Շատ հաճախ որ ասում են, որ անկախությունը բացարձակ արժեք է, բայց այսօր հաճախ հնչում են տարբեր մեկնաբանություններ հենց Հայաստանի անկախության մասին ու վերջերս տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինչպես եք մտածում սրա մասին։ Դրա մասին մտածել անգամ չեմ ուզում, սահմանադրության մեկնաբանման գլխավոր պատասխանատուն եւ սահմանադրության դրույթները կատարելու գլխավոր վերահսկողը սահմանադրական դատարանն է։ Սահմանադրական դատարանը այդպիսի հիմարություններ չի ասել։ Ով որ ասել է, թող ինքը մտածի, թե ինչեր է դուրս տալիս, կարող եմ այդպես ասել։ Այսօրվա իրողությունների պայմաններում որոնք եք համարում ամենամեծ վտանգը անկախության, պետականության ու ազգային արժեքների տեսանկյունից։ Ինձ համար գլխավոր վտանգը այն բանի մեջ է, որ Հայաստանում Հայաստանի տերը, իշխանության տերը իրականում ժողովուրդը չի։ Սահմանադրության մեջ գրված է, որ ժողովուրդն է Հայաստան պետության տերը, գլխավոր իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց իրականում սահմանադրորեն եւ օրենքներով դա ամրագրված չի։ Դրա համար էլ ես ստեղծել եմ այս բացարձակ ժողովրդավարության համակարգը, որ քաղաքացին լինի տերը։ Դրանից հետո համոզված լինելով, որ ինչպես բոլոր ժողովուրդների մոտ, այդպես էլ հայերի մոտ ժողովրդի մեծամասնությունը արժեքների հարցում, ոչ թե պահի թելադրանքով, այլ արժեքների հարցում լինում է համամարտկային արժեքներին մոտ, կամ ճիշտ է լինում, պետք է հնարավորություն տալ, որ ժողովուրդը իսկապես դառնալով երկրի տերը իր մեծամասնությամբ որոշումներ ընդունի։ Բայց կա նաև շարունակությունը։ Գերմանիայում էլ ժողովուրդ կար, փոքրամասնությամբ ոչ 51%-ով Հիտլերը դարձավ առաջնորդ, մոտավորապես այսպիսի սահմանադրություններ այնտեղ։ Սա Մուսոլինի Հիտլերի գործընկերոջ նախագիծն է։ Եվ ինքը դարձավ երկրի ղեկավար, ուզեց ինչ ուզեց դա արեց։ Ուրեմն պիտի սահմանադրությունը երաշխավորի նաև թույլ տված սխալները ուղղել։ Այսինքն նույնիսկ ժողովուրդը, մարդը կարող է սխալվել նաև ժողովուրդը։ Բայց սահմանադրությունը այնպեսին պիտի լինի, որ սխալ թույլ տալու դեպքում կարողանա ուղղել։ Դրա համար մեզ մոտ նախատեսված է ընտրությունները 2 տարով եւ վարչապետի եւ որպեսզի 2 տարի հետո նույն ժողովուրդը տեսնի կյանքը դեպի լավն է գնում, լավացավ, ուրեմն էլի ենք ձայն տալիս այս ուժերին, վատացավ, ուղղում ենք, որպեսզի պետք չլինի արհեստական միջամտություն, նույնիսկ հանրության կողմից։ 2 տարին մեկը բավական է հասկանալու համար ճիշտ է։ Հաջորդ 2 տարի էլի կընտրվի, աշխատես թե չաշխատես։ Ուրեմն նախ պիտի մեծամասնություն կազմեն իշխանական համակարգում քաղաքացիների մեծամասնությունը ներկայացնող տրամադրությունները, բայց դրանով հանդերձ այդ տրամադրությունները պետք է այնպես չլինի, որ ընտրվեցին 5 տարի ինչ ուզեն անեն։ Հասկանում եմ, որ 2 տարի հետո եթե եմ ուզում մնալ իշխանության եւ իմ ծրագրերը իրականացնել, պետք է ինձ լավ պահեմ։
Ձեր կարծիքով հիմա ներկան որքանով է Հայաստանի ներկայիս իշխանությունների գործողությունները համահունչ սահմանադրության սկզբունքներին, որովհետև եթե խախտվում է, ժողովուրդը միգուցե չի հասկանում։ Ուրեմն մեր սահմանադրության մեջ գրված է, որ խորհրդարանը ներկայացուցչական մարմին է։ Հետո ներկայացուցչականության ձևավորման բանաձևն էլ է տրված սկզբունքը համամասնական ընտրություններ, բայց հետո նույն սահմանադրության մեջ, այսինքն Սերժ Սարգսյանի գրած սահմանադրության մեջ համամասնության մասին խոսելով հանդերձ խոսում են կայուն մեծամասնության մասին, արհեստական բաժանումների մասին, արհեստական համագործակցության հնարավորություններ տալու մասին։ Այդ բոլորը ցավոք սրտի սահմանադրության մեջ ամրագրված թերություններ են եւ այդ թերությունները ուղղելու են միտված մեր գործերը, բայց այստեղ շատ կարեւոր է հիշել, որ քո երկրի կյանքը կարգավորվում է սահմանադրությամբ եւ եթե սահմանադրությունը նախանշում է որոշակի դրույթներ, նրա այդ նախանշած դրույթները ամրագրում է ավելի ճիշտ քո ընդհանուր բաժնում արտահայտված գեղեցիկ բառերին ճնշում են։ Այսինքն Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եթե ժողովրդավարական է, պիտի լինի հնարավոր ամենաժողովրդավարականը, թե ժողովրդավարականների մեջ ամենավատը պիտի լինի ամենալավը։ Արդյոք հետագայում, այսինքն հաջորդ գլուխներում ներկայացված կառավարման համակարգի ներբերակները համապատասխանում են մարդկանց միջև խտրականության մերժմանը։ Մի բան ասեմ, որ արմատական հարց է, մեր քաղաքակրթության հիմքում ընկած է մի գաղափար։ Մարդիկ խտրականության պետքա չի ենթարկվեն։ Մեր պետական կառավարման համակարգը եւ ոչ միայն մեր աշխարհի բոլոր պետությունների գրեթե բավարար չափով չի անդրադառնում քաղաքական հարցերում մարդկանց միջև խտրականությունը վերացնելու պահանջին։ Դրա համար մեր սահմանադրության մարդու իրավունքների վերաբերող հատվածները հոյակապ են, փայլ ունեն, բայց երբ գալիս է դրանց առարկայական կիրառումը, այսինքն ինչպես պիտի ընտրվի խորհրդարանը, ինչպես պիտի տեսեք, օրինակ նախնական բաժնում խոսում են իշխանության ճյուղերի տարանջատման մասին։ Ուրեմն իշխանությունը ժողովուրդն է, իշխանության ճյուղերը գործադիր, դատական, հիմնական ճյուղերը եւ օրենսդիր։ Բայց իրենք բոլորը խառնել են իրար, համխառնել են իրար, այսինքն ժողովուրդը ընտրում է միայն խորհրդարան, բայց ինչ ճյուղ։ Մյուսները ուրեմն խորհրդարանի ճյուղեր են, խորհրդարանն է ընտրում վարչապետ կամ նշանակում դատավորներ, դատախազ։ Այսինքն ստացվում է, որ գեղեցիկ սկզբունքները մատուցվում են, իբր ելակետային դրույթներ, բայց առարկայական աշխատանք կատարելիս դրանք բոլորը խեղվում։ Ուրեմն եթե մենք խոսելու լինենք ամենակարևոր նիշն է մեր ժողովրդի համար, նախորդ հարցին եմ անդրադառնում, ապա իսկապես ունենալ քաղաքացուն երկրի տերը դարձնող սահմանադրություն։ Սա կլիներ մերկապարանոց հայտարարություն, եթե ես արդեն 20 տարուց հետ ուղղությամբ աշխատելիս չլինեի եւ տարբեր գրքեր չհրատարակեի, 16 քաղաքական ուժերի աջակցությունը չստանայի, հիմա էլ կարծես թե դաշինք է ձևավորվում նույն գաղափարի շուրջը։ Եվ ամփոփելով ինչ խորհուրդ կամ կոչ ունեք հայ պատանիներին ու երիտասարդներին այսօրվա բարդ ու փոփոխվող իրականության պայմաններում, որ կարողանան պահպանել անկախությունը, պետականությունը, ազգային արժեքները ու մեր արժանապատվությունը։ Մի երկու բառով ասելը դժվար է։ Ես ժամանակին, երբ սկսել եմ իմ ազգային գործունեությունը, եղել եմ պատանի։ 16 տարեկան հասակում եմ հիմնադրել հայկական երիտասարդական միություն անունով ընդհատակյա կազմակերպությունը, որում կար 26 հոգի։ 18-ս չլրացած դարձել եմ անկախության համար պայքարող կազմակերպության երիտասարդական կառույցների ղեկավարը։ Քանի որ արդեն փորձ ունեի, արդեն իմ սեփական կազմակերպությունը ունեի, իսկ ազգային միացյալ կուսակցությունը անունը բավական հզոր է, բայց այն ժամանակ քանակությունը շատ չէր մարդկանց։ Հետո երբ ղեկավարները կալանավորվեցին, ես շարունակեցի այդ գործը։ Այսինքն արդեն 19 տարեկան հասակում դարձա, երբ ես ինքս վերլուծում եմ իմ այդ մոտեցումները, հասկանում եմ, որ
պիտի նախախնամության մատը խառարենի նախ։ Բայց շատ կարևոր է, որ հայ երիտասարդը ուսումնասիրի պատմություն եւ այնպես չի, որ պատմական բոլոր իրադարձություններով կարող է հիանալ, բայց ուսումնասիրել ու իմանալ, թե որտեղ ինչ է պատահել եւ որ դեպքում ինչ է պատահել եւ կամ ինչ է ձեռք բերել։ Դրանք օգնում են։ Չինական ասացված կար երիտասարդ ժամանակ կարծացածս, որ պետք չէ մոռանալ անցյալը, նա ապագայի ուսուցիչն է։ Հետո հասկացա, որ Աստվածաշնչյան պատվիր ծնողներիդ, որ օրերդ երկար լինենը, նույն գաղափարն է։ Եթե դու պատվում ես, դա չի նշանակում պաշտել։ Դու հիշում ես։ Եթե պատվում ես, ընդհանրապես պատվերը նախ եւ առաջ հիշելն է եւ հիշել մանրամասն, ու նաեւ վերլուծում ես։ Օրինակ, ինչպես պատահեց, որ անին հանձնվեց 11-րդ դարում, ինչպես պատահեց, որ Սարդարապատում պետականություն չունենալով մենք կարողացանք պետական զորքերի ջախջախել, այլ պետության զորքերի ջախջախել ու անկախ պետություն ունենալու իրավունք ստանալ։ Ես շատ կարևոր եմ համարում, որ ժամանակին իմ հայրիկի ընկերները արգելված գրականության պայմաններում ինձ տալիս էին գրքեր կարդալու, որոնք իմ գիտելիքները ընդլայնում էին։ Ընդհանրապես երկու խոսքով դժվար է ասել, ամենակարևոր խոսքը քո անցած ճանապարհն է։ Ես կուզեի, որ մեր երիտասարդները այստեղ որ կարդացիք 300 միլիոն մարդու ազատագրման, ես չեմ իմացել, որ ես այդ դերն եմ կատարում։ Այդ հետո օտարներն են ինձ ասել, որ երբ դու լատիշ, լիտվացի, ռուս, ուկրաինացի, հրեա, նույնիսկ ռուսներին հավաքում էիր հայկական անկախական կազմակերպության մեջ, ես չեմ ասել ոչ մեկին ինքներդ եկեք։ Ուկրաինացի բանաստեղծ կար, նա է ասել։ Ու եթե դու ծառայում ես ճշմարտությանը, այդ ճշմարտությանը ծառայելը քեզ դարձնում է նաև այլ ազգերի համար ընդունելի։ Եվ ժամանակի ընթացքում սկսում ես հասկանալ, որ այո, մենք առանձին ազգեր ենք իրարից տարբեր, բայց նույն քաղաքակրթության մասն ենք կազմում։ Այդ քաղաքակրթությունը նույն ազգերի մեջ կարող է ունենալ բարեկամներ եւ թշնամիներ։ Եվ եթե դու ճշմարտության հետ ես, ապա մյուս ազգերի ճշմարտության հետ եղած մարդկանց հետ դառնում ես հզոր։ Մի այսպիսի ասույթ ունեի։ Ասում էի, մարդկությունը գոյատևում է շնորհիվ այն բանի, որ բոլոր ազգերի, աշխարհում եկած բոլոր ազգերի միջև կա մարդկանց միջև կա շեստորագրված պայմանագիր։ Կարգին մարդիկ ամեն մեկ իրենց երկրում ճշմարտության համար, արդարության համար աշխատելով կարողանում են հակակշռել Ալիևի, Հիտլերի, Մուսոլինի, Ստալինի նման տականքներին։ Ես փորձել եմ ապրել այնպիսի կյանքով, որ հետո իմ կենսագրությունը ուսումնասիրողները որոշ բան սովորեն։ Բայց երբեք չեմ կարող ուրանալ, որ ամենակարողը ուշադիր է եղել իմ նկատմամբ։ Եվ ուշադիր եղել երևի այն պատճառով, որ տեսել է, թե ես ինչքան եմ սիրում իմ հայրենիքը, իմ հայրենիքի ազատությունը, այդ ճանապարհով ընդհանրապես ազատությունը, ընդհանրապես մարդկանց, հետո հասկացել եմ, որ երբ ես խոսում էի նրա մասին, որ խտրականությունը պիտի բացառվի մարդկային հարաբերություններում, դա Հիսուս Քրիստոսի Աստծո առաջ չկա կին, չկա տղամարդ, չկա հրեա, չկա հեթանոս, Աստծո առաջ բոլորն հավասար են, Տերն ու չկա Տեր, չկա ծառա, հիշում եք, չէ՞։ Որ այդ խտրականության բացառելու գաղափարը ես հասկացա, որ դրանց նվիրված լինելով արժանացել եմ ամենակարողի աջակցությանը։ Այսինքն իմ հավատն ու նվիրվածությունը նկատելով է անհնարին թվացող պայմաններում, օրինակ վերջին մահափորձը, մի մետրի վրայից կրակեն մարդու կրծքին եւ թիկունքից փամփուշտը հանեն, ու այդ մարդը մնա կենթանի, կամ երկրորդ փամփուշտը որ պիտի լիներ, ես ինքս շատ բաներ կապում եմ անմիջականորեն մարդու ինքնորոշման իրավունքի հետ, որ ինքը պիտի որոշի, բայց այդ ինքը որոշելու իրավունքը երբեմն դառնում է հավատի, ոչ թե ապացուցման, այլ քո հավատի հաստատման գլխավոր գործիքը։ Երևի հիշում եք նոր գտակարանից, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս, դու դառնում ես ամենազոր։ Այսինքն հատուկ երիտասարդներին ասելու բան չունեմ, բայց իմ կյանքի օրինակով ցույց եմ տվել, որ երբ արտաքսված էի եւ Ամերիկայում ինձ
հնարավոր ամենաբարձր պաշտոններն էին առաջարկում լինել դեսպան, Ամերիկայի դեսպան, մարդու իրավունքների հանձնաժողովում, ես ասի շնորհակալ եմ։ Ինձ հաջողվել է Գորբաչովին ստիպել, որ իմ քաղաքացիությունը վերականգնի, ես հետ եմ գնում։ Հիմա դա մի բան է, որ դու տեսնում ես քեզ համար անձնապես շատ շահեկան բան, բայց հայրենիքի հանդեպ պարտավորություն, ասիկան պատվիր ծնողներիդ գործում գնում ես այդ ճանապարհով։ Երկերն որ ես գրել եմ, դրանք դժվարանում եմ ասել, 20 տարեկան տղան չէր կարող գրել։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Կամ 24 տարեկանը, չէ 21 տարեկանը Աստված մեզ հետ է եւ օրհնյալ է մեր ուղին եւ կհաղթենք, որքան էլ ենք թշնամին։ Այսինքն բաներ կան, որ ես հիմա 77 տարեկան մարդու տեսանկյունից նայում եմ, ասում եմ հանգիստ ես դու չես։ Ինչ որ մեկը քեզ օգտագործել է հաշվի առնելով քո հավատն ու սերը։ Իսկ մարդու գլխավոր զենքը սերն է։ Ամենահզոր զենքը չասեմ, գլխավոր գործոնը սերն է։ Որտեւ երբ դու սիրով ես լցնում քեզ, դու մոտենում ես Աստծուն։ Իսկ եթե նաև հավատ ունես, արժանանում ես արդեն ամենակարողի աջակցությանը։ Միայն մի պահ կա, որ երբ դու ինչ-որ բան ես խնդրում ոչ թե քեզ համար, այլ քո ժողովրդի համար, կամ անում ես քո ժողովրդի համար, օրինակ տեսեք անկախությունը ինձ հաջողվեց։ Հենց համեստորեն ասում եմ ինձ հաջողվեց, որովհետև անկախություն թերթը ես եմ տպագրել, կազմակերպությունը ես եմ ստեղծել։ Մեր ժողովուրդը արժանի էր։ Հիմա էր բացարձակ ժողովրդավարությունը չեմ կարողանում, ես շատ ցավում եմ։ Ոչ այնքան այն բանի համար, որ իմ գաղափարը կյանքի չի կոչվում։ Ցավում եմ այն բանի համար, որ ամենակարողն ասում են դրանք արժանի չեն։ Եվ հիմա փորձում եմ համոզել, որ ցույց տանք ամենակարողին, որ մենք արժանի ենք, որ մենք գնահատում ենք իր խոսքերը։ Շատ բաներ կարելի ասել, բայց այսքանով երևի բավարարենք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։